Դեկտեմբերի 1-ին, 2-ին եւ 3-ին Իդեան համակարգը եւս մեկ հնարավորություն են ձեռում կատարել գերշահավետ գնումներ լավագույն պայմաններով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Բրյուսելում տեղի ունեցող Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը։ Միրզոյանը կմասնակցի նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթնաժողովին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ Իդեպ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հոկտեմբերին քննարկել էին Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքն ու դրա ընդլայնման հեռանկարները։ Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը այսօր Հայաստանի արտգործնախարար Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կստորագրեն համագործակցության նոր Հայաստան-Եվրամիության գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում այսօր մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ ստորագրվելիք փաստաթուղթը մի քանի կարևոր այդ թվում նաև անվտանգային պաշտպանական բաղադրիչներ է ներառում առանց մանրամասներ նշելու։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով կողմերն ընդլայնում են համագործակցությունը այլ ոլորտներում եւս մասնավորապես տնտեսական։ Եվրամիությունը աջակցելու է Երևանին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու ներդրումների հարցում։ Մարթա Կոսը հավելել է, որ աջակցելու են Հայաստանին սպասվող խորհրդարանական ընտրություններին, ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին, ապա տեղեկատվության տարածմանը, կիբեր հարձակումներին դիմակայելու հարցում։ Երևանն ու Բրյուսելը դեռ 24 թվականի տարեսկզբին էին հայտարարել, որ աշխատանքներն են սկսում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ։ Արդեն այս տարի հունիսին Երևանում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարը հայտնել էր, որ կողմերն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթը հավակնոտ էր որակել եւ պնդել, որ այն ավելի է խորացնելու Հայաստան-Եվրամիություն երկկողմ գործակցությունը։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը ստորագրելուց հետո այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես են գալիս մամուլի ասուլիսով եւ այս պահին առաջարկում եմ դիտել ասուլիսից մի հատված, համեցեք։ Ես հրավիրում եմ Բրյուսել դեկտեմբերին, շնորհակալություն նախարար։ Տիկին բարձր ներկայացուցիչ, տիկին հանձնակատար, հարգելի գոլեգաներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին բարձր հանձնակատար Կալասին եւ տիկին հանձնակատար Կոստին մեզ հյուրընկալելու համար, այս հանդիպումը շատ լավ կազմակերպելու համար։ Մեր նախորդ հանդիպումից ի վեր այս ֆորմատով պետք է նշեմ, որ կարևոր ժամանակահատված է եղել մեր համագործակցության համար։ Սեպան իրավական հիմք է հանդիսանում Եվրամիություն Հայաստան գործընկերության համար, բայց մեր հարաբերությունները մենք զարգացրել ենք սեպայից նույնիսկ ավելի լայն շրջանակներում, նոր ուղղություններով, շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների զարգացումը, նոր նվաճումները երբեմն ավելին են, քան այս ամենը ֆորմալիզացնելու մեր կարողությունը։ Այս գործընթացում, ամբողջ ընթացքում մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությունը եւ շնորհակալ որ օգտագործել են մի շարք գործիքներ, որոնք նաեւ այդ թվում գործիքներ, որոնք մշակվել են անդամակցության տեխնացու երկրների համար։ Ուզում եմ մի քանի ասպեկտների մասին խոսել, մեր հիմնական արդյունքների վերաբերյալ։ Առաջինը մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստանալու համար մենք սկսել ենք վիզայի ազատականացման գործընթացը եւ տեսնում ենք դրա առաջընթացը գործողությունների ծրագրի միջոցով, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժունակության եւ հասնենք ի վերջո առանց վիզայի ճամփորդության։
Երկրորդը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցություն, առաջին մասը օգնության Հայաստանը ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում, դա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար եւ հանձնակատար Կալասի կամ բարձր ներկայացուցիչ Կալասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ եւ խոսեցինք նաեւ Հայաստանի ընդհանուր Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության միանալու մասին անվտանգությունը կամ պաշտպանությունը կարևոր ուղղություն է մեր համագործակցության համար տնտեսությունը եւ բարեփոխումները դիմակայունության եւ աճի ծրագիրը չափազանց կարևոր է բարեփոխումների համար տարբեր ոլորտներում համագործակցության համար եւ ռազմավարական ոլորտներում ներդրումներն ավելացնելու համար մենք վստահ ենք որ մեր համագործակցությունը էլ ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայությունը այդ թվում նաև նոր հիբրիդային սպառնալիքների լույս ներքո չորրորդը կապակցվածությունը ավելի հզոր կոնեկտիվության կապակցվածության Հայաստանի տեսլականը ոչ միայն համապատասխանում է Եվրամիության գլոբալ դարպասի եւ Սևծովյան ռազմավարությանը Մենք այսօր Իդեպ այս պահին դեռ շարունակվում է ասուլիսը։ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը անդրադարձել էր լրագրողների հետ զրույցում նաև Թրամփի ուղի նախագծում Եվրամիության ներգրավվածության հնարավորությանը, ասելով մենք նույնպես ունենք մեր սեփական գաղափարները, մենք այս հարցերը քննարկում ենք նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ուստի իմաստ չունի, որ մենք սա անենք մաս-մաս, բայց այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը կամ ներգրավվածությունը նաև շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան Պարզապես երկաթուղու 42 կիլոմետր կառուցելը ընդգծել է Կոսը։ Նա անդրադառնալով միջին միջանցքի եւ Եվրոպայի եւ Ասիայի միջև նոր առևտրային երթուղիների ստեղծման քննարկումներին հայտնել է, որ Եվրոպական տրանսպորտային ընկերության գործադիր տնօրենը հոկտեմբերին Global Gateway ֆորումի ժամանակ իրեն ասել է, թե ինչպես է նա բեռնարկղերը Չինաստանից Եվրոպա ուղարկում Ռուսաստանի տարածքով եւ եթե իրեն հուսալի այլընտրանք առաջարկվի, նա կընդունի առաջարկը։ Սա այն է, ինչ մենք անում ենք միջին միջանցքը երկաթուղիների եւ նավահանգիստների երթուղի, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը եւ Սևծովը Եվրոպայի հետ, դառնում է հենց դա հուսալի այլընտրանք առևտրային ուղիներին, որոնք դարձել են անվստահելի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ վերջին քայլերը այս նպատակը դարձրել են ավելի իրատեսական, ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը։ Ըստ նրա 22 թվականից ի վեր առևտուրը խառապատկվել է, ճիշտ ներդրումների դեպքում այն կարող է եռապատկվել մինչև 30 թվականը, սակայն ներդրումները չեն գա առանց մեր գործընկերների հետ համակարգման ու մասնավոր հատվածի հետ համաձայնեցման, ահա թե ինչու եմ ես մեկնել Տաշքենտ, Ուզբեկստան, որտեղ հանձնակատարի հետ քննարկեցինք, թե ինչպես կարելի է այդ երթուղին դարձնել ավելի արագ, էժան ու ավելի հուսալի, ընդգծել է նա Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը անդրադարձել է նաև Հայաստանի Եվրամիության հնարավոր անդամակցությանը ու նշել Եվրամիությունը քաջալերող է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, նաև այն պատճառով, որ դա Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է։ Գործընթացը սկսելու նպատակով Հայաստանը պետք է դիմի թեկնածուի կարգավիճակի համար, ինչը դեռ չի արվել, եւ իհարկե անդամ պետությունները պետք է կանաչ լույս տան։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, նույնիսկ եթե դա տեղի չունենա, ինչ էլ որ մենք անենք հիմա, կարող է նաև նպաստել եվրոպական ապագային, իսկ երբ ես խոսում եմ եվրոպական ապագայի մասին, դա միայն անդամակցության մասին չէ, ասել է Մարթա Կոսը։ Հիշեցնենք, Հայաստանի խորհրդարանը 25 թվականի մարտին ընդունել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Եվրամիությանը անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծ ազգային ժողովում շրջանառվել էր եւ ՌԱԿՖԵ քաղաքացիական նախաձեռնության միջոցով սահմանված ժամկետում նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60,000 ստորագրություն անհրաժեշտ 50,000-ի փոխարեն։ Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանի երկրում 26 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու,
ինչպես նաև կիբեր անվտանգությունն ամրապնդելու հարցում, հայտնել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարտակոսը։ Նա նշել է Մոլդովայի փորձը, որտեղ ըստ Եվրամիության պաշտոնյայի Ռուսաստանը փորձել է ապատեղեկատվության ակտիվ տարածման, կիբերհարձակումների միջոցով միջամտել խորհրդարանական ընտրություններին։ Եվրամիության բարձր հանձնակատարը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո հատկացնել օգնելու Հայաստանին արդյունավետ պայքար մղել նմանատիպ հիբրիդային հարձակումների դեմ, որոնք կարող են լինել ընտրություններին ընթառաջ։ Նա մանրամասնել է, որ այդ աջակցությունը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի համապատասխան ինստիտուտների կարողությունները կանխատեսելու ու արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին։ Կոսը հավելել է, որ այդ 12 միլիոն եվրոն նախատեսված չի լինելու միայն Հայաստանի կառավարության համար, այլ դրանից կարող են օգտվել նաև քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները, որոնց դերը նույնպես շատ կարևոր է հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի համար։ Եվրամիության բարձր հանձնակատարը հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի հարցում կարևորում է նաև Հայաստանի կառավարության ակտիվ ներգրավվածությունը, շեշտելով, որ առանց դրա ուղղակի հնարավոր չէ արդյունքի հասնել։ Այդ հարցում Եվրամիության հանձնակատարը առանձնահատուկ կարևորում է նաև համապատասխան ինստիտուտների առկայությունը, որոնք պատրաստ կլինեն արժանի հակահարված տալ հիբրիդային սպառնալիքներին։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար անդրադարձել է նաև հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքին։ Նրա խոսքով Եվրամիության տարածքում պահպանվում է տեխնիկական ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով Եվրամիության թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռ չի կատարել եւ որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ կապի մեջ են այս հարցով, նշել է Կոսը։ Եվ այս պահին զրուցելու եմ Իրազեկ քաղաքացի հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։ Պարոն Իոնիսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Իոնիսյան, նախ ինչպես է գնահատում Երևանն ու Բրյուսելը համագործակցության նոր փաստաթուղթ են ստորագրում, անվտանգային պաշտպանության բաղադրիչներ ներառող, այսպես փաստաթուղթ է այն իրենից ենթադրում եւ ըստ էության կարող են արձանագրել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր շրջադարձ է հետայսու տեղի ունենում, համեցեք։ Գիտեք, այո, այս փաստաթուղթը, որը որ ստորագրվել է, ես հիմա փորձում եմ հիշել, թերևս երևի տարի ու կես բանակցվում էր առնվազն, կարող եմ մի քիչ պլյուս մինուս խալվեմ, բայց նոր փաստաթուղթ չի, այսինքն նենց չի, որ ինչ-որ ափալ-թափալ տեղի ունեցած բան է, սա վաղուց բանակցված եւ սա գալիս է իլրումն այն փաստաթղթի, որը ստորագրվել էր 2017 թվականի այս նույն ժամանակահատվածում, կարծեմ նոյեմբեր, դեկտեմբեր, դեռ հանրապետական իշխանությունների կողմից, որը ես ձեզ ուզում հիշեցնել կրճատված տարբերակներ այն փաստաթղթի, որը 13 թվականին Հայաստանը չստորագրեց։ Ճիշտ այն ժամանակվա Հայաստանի իշխանությունները ասում են, իրենք պատրաստ են ստորագրել, որ դա եվրոպացիք հրաժարվեցին, բայց դա սուտ էր, որովհետև խնդիրը ոչ թե եվրոպացիքի հրաժարվելն էր, այլ խնդիրը այն էր, որ Հայաստանը ստանձնեց այնպիսի պարտավորություններ, որոնք անհամատեղելի էին։ Խորև համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրմանը։ Եվ այժմ էլ ստորագրված փաստաթուղթը, սա եկեք հստակեցնենք, չի ներառում այն կարգավորումները, որոնք կային 13 թվականին ուրեմն չստորագրված փաստաթղթում, նկատում առևտրին վերաբերվող, հա, որովհետև Հայաստանը մաքսային միավոր որպես իր սուվերենությունը հանձնեց Ռուսաստանին, հա, 13 թվականի սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտնի որոշմամբ եւ 10 եթե հիշողությունս չի դավաճանում, 15 թվականի հունվարի 1-ից մենք արդեն անդամակցեցինք այդ միությանը եւ որպես մաքսային միավոր դադարեցինք լինել սուվերեն։ Հա, մաքսային մեկ միասնական մաքսային տարածքում ենք մենք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Այստեղ ես ուզում եմ նշել, որ համանման սուվերենության հանձնում նաև Եվրամիության անդամակցությունն է, բայց շատ ուժեղ որակական տարբերություն կա իհարկե Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև մի շարք տարբերություններ կան այստեղ։ Եվ այս կոնտեքստում ես կուզենամ բոլորին հիշեցնել, որ այո, Եմեն եւ ԵԱՏՄ-ն անհամատեղելի են եւ
Ամեն դեպքում ինչ որ պահի Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որպեսզի մտնի ԵՄ։ Այդ պահը այսօր չի, այդ պահը վաղը չի, եթե ԵԱՏՄ-ից մեզ չհանեն այդ պահը տարիներ հետո է լինելու, որտեվ նենց չի որ այս տարի կամ մյուս տարի կդառնանք ԵՄ անդամ, հա, մեղմ ասած, բայց դա պետք է տեղի ունենա, որովհետև թեև ԵՄ-ն եւս սուվերենության, մաքսային սուվերենության հիմնհիմա ենթադրում, բայց շատ կարևոր է թե հանրապետության սուվերենության դա ինչ ստատանան դետալների մեջ է, մեր մեջ է, շփոթվում իրական մնում անդամ կուսումն իրական իշխանություն եւ իրական մասնակցություն ունի, ինչ իրականում դա մեկ դոմինանտության որոշումների թելադրանքի դեպք եւ սա այսպես տարբերությունը իհարկե շատ մեծ է եւ բազմաթիվ այլ տարբերություններ կան ինստիտուտում ձեր հերոստատիտողի կարիք չկա որ երկար պատմություն ԵՄ-ի ինչով է տարբերվում եւ ինչով է լավ, բայց Պարոն Նիոնիսյան, իհարկե բավականին մեծ հետաքրքրություն է նաև ներկայացնում փաստորեն Եվրամիության աջակցությունը հիբրիդային գրոհներին։ Ես կուզենայի այս մասով ձեր գնահատականը հնչեցնեք, ինչ է դա տալու, հա, փաստորեն 12 միլիոն, որը փաստորեն ոչ միայն կառավարության, այլ նաև հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին է ուղղված, որոնք ակտիվորեն կպայքարեն դրա դեմ։ Այո, գիտեք, ես գալիս էի դրան, որ դեռ 17 թվականից ստորագրված փաստաթղթով ենթադրվում էր, որ շատ լավ տնտեսական համագործակցություն համարյա չի կարող լինել, շատ սահմանափակ տնտեսական համագործակցություն կարող է լինել, բայց քաղաքական համագործակցություն կարող է լինել։ Դա ստորագրվեց, ստորագրումից մի քանի ամիս հետո եղավ հեղափոխությունը, նոր եկած կառավարությունը ավելի շատ օգտվեց այդ ստորագրված բանից օգտվեց լավ կոնտեքստում, հա, որտեվ թե այնտեղ կար համագործակցություն ժողովրդավարեցման եւ այլ ուղղություններով հանրապետական իշխանությունը դա անում էր այնքանով ինչքանով, հա, իսկ նոր կառավարությունը էլի երջանիկ չենք թե ինչքան անում, բայց դա համեմատելի չի։ Եվ այս առումով այո Եվրամիությունում կա պատկերացումներ, որ Հայաստանին պետք է աջակցել օտարերկրյա միջամտություններից պաշտպանության կոնտեքստում։ Եվ 21-րդ դարում օտարերկրյա միջամտությունները շատ եզակի են լինում ռազմական, հա, դրանք ավելի շատ այլ կոմպոնենտներով հիբրիդային հարձակումներ են լինում, եւ Եվրամիությունը այստեղ շատ մեծ աջակցություն ցուցաբերեց Մոլդովային եւ մտադիր է նաեւ մեծ աջակցություն ցուցաբերել մեզ, որպեսզի մենք կարողանանք մեզ պաշտպանել ռուսական միջամտություններից։ Սա շատ կարևոր է, ինչպես ցանկացած այլ պատերազմում, իսկ սա պատերազմ է, ուղղակի վարման միջոցներն են այլ, էլի, այդ եկեք ֆիքսենք։ Ցանկացած այլ պատերազմ ենթադրում է հանրության, պետության, պետական առհասարակ ինստիտուտների մոբիլիզացիա եւ ջանքերի մեկտեղում։ Եվ այս առումով շատ հաջողված է Մոլդովայի փորձը, այս առումով թե ոնց են այնտեղ պետական եւ ոչ պետական ինստիտուտներ, ինչպիսին է քաղաքասարակությունը, պետականներից ինչպիսին են անվտանգության մարմինները, ընտրական մարմինները, բանկային կենտրոնական բանկը, կոմունիկացիային ապահովող մարմինները, ինչպես է շատ արդյունավետ համագործակցում պաշտպանում իրենց պետությունը ռուսական հիբրիդային հարձակումներից։ Եվ այնտեղ շատ մեծ էր Եվրամիության աջակցությունը, ստեղ էլ է լինելու Եվրամիության աջակցությունը, միգուցե ոչ այդքան մեծ ինչպես Մոլդովայում, բայց կրկին շոշափելի լինելու է։ Հիբրիդային հարձակումների մեջ մտնում են ապատեղեկատվական արշավները, մտնում են տարբեր տեսակի միգուցե դիվերսիաները, կիբեր հարձակումները, մտնում են տարբեր միջոցներով ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության անկման ուղղված գործողություններ, մտնում են կարող են մտնել ընտրակաշարք եւ ընտրությունների կոնտեքստում որոշակի արդյունքներին ուղղված գործողություններ, մտնում են ընտրությունների արժեզրկման եւ ապալեգիտիմացման ուղղված գործողություններ, այսինքն տարբեր գործողություններ են, որտեղ
պետք է համատեղ իհարկե պայքարենք եւ միաժամանակ իհարկե չպետքա դաթարի քաղաքացիական հասարակությունը լինել իշխանության վերահսկող եւ իշխանության վերահսկման իշ գործառույթը չպետքա զիջի որևիցե պարագայում, բայց այո իշխանության հետ պետք է համագործակցի օտարերկրյա միջամտությունից պաշտպանելու համար պետությունը, որտեղ Ռուսաստանը այո գալի խորհրդարանական ընտրություններում ուզում է կամ իր համար ցանկալի իշխանություն ստեղ բերել իշխանության իր համար ցանկալի ուժեր կամ որպես ծրագիր մինիմում ունենալ իր համար ցանկալի առավելագույն ներկայացված ընդդիմություն եւ ընտրությունների դելեգիտիմիզացիա եւ սրա որոշակի փորձարկումներ եւ սրանով ուղղված գործողություններ մենք տեսել ենք դեռ շատ թեթևակի 21 թվականին շատ լուրջ տեսել ենք Գյումրիում, տեսել ենք Էջմիածնում որոշ մեթոդների, միջոցների եւ շրջանակների ներգրավում, տեսել ենք Գյումրիում եւ տեսնում ենք նաեւ ընտրություններից դուրս գլոբալ առումով։ Եվ այս մասով իրականում շատ կարեւոր է, որ մենք բոլորս աշխատենք հանրության հետ, որ հանրությունը տարբերակի, օրինակ իշխանության իրական քննադատությանը իշխանության fake քննադատությունից իրական ընտրախախտման մասին ահազանգը fake ահազանգից հա որտեղ մենք ինչ տեսանք Էջմիածնում մենք տեսանք որ որոշ ուժեր օրինակ Հայաքվեն կեղծ ահազանգեր էին տարածում ընտրախախտումների մասին ընդ որում լուրջ ընտրախախտումների մասին կեղծ ահազանգեր եւ շատ կարեւոր է որպեսզի հասարակությունը մի կողմից չտրվի այդ կեղծ ահազանգերին եւ չհավատա այդ կեղծ ահազանգերին, ինչպես ցանկացած կեղծ տեղեկատվությանը, ապատեղեկատվությանը։ Մյուս կողմից նաեւ չթմրի եւ չելնի են կանխաբարկացից հասարակությունը, որ չէ, մեր երկրում ամեն ինչ լավ է, մեր երկրում հնարավոր չի սենց կամ նենց խախտում կամ հակաժողովրդավարական քայլ, որտեվ դա էլ տենց չի։ Եվ այս կոնտեքստում շատ կարևոր է, որ քաղ հասարակությունը կարողանա իրեն ճիշտ դրսևորել, քննադատի են ինչ որ իրապես խնդիր է, արձանագրի են խախտումները, որոնք որ կան, բայց միաժամանակ այսպես ասած ֆակտ չեկի ենթարկի կեղծ ահազանգերը, կեղծ տեղեկությունները, այդ թվում ընտրախախտումների հետ կապված կեղծ տեղեկությունները կամ կոնտեքստից կտրած տեղեկությունները, մարդու իրավունքների խախտումների հետ կապված եւ այլն։ Սա բավականին կարեւոր է, բավականին դժվար է, որովհետեւ եթե նախկինում մենք օրինակ որպես անկախ դիտորդ դաշինք մեր գործընկեր կազմակերպությունների հետ միշտ իրականացրել ենք դիտորդություն եւ մեր ուշադրության կենտրոնում պահել ենք խախտումները։ Հա, ասել ենք, վայ, այստեղ խախտում եղավ, այստեղ սենց խախտում եղավ, այնտեղ նենց խախտում եղավ, այս երևույթը այսպիսիներ են, երևույթը այնպիսիներ։ Այսպիսի երևույթ դիտվել է տեղամասերի այսքան տոկոսում, այնպիսի երևույթ դիտել ենք տեղամասերի այնքան տոկոսում։ Ապա հիմա մեր վրա նաև լրացուցիչ բան ավելանում, որ արդեն վաղ շաբաթում մենք անում ենք, դա կեղծ ահազանգերի հետքերով գնալ եւ դրանք ստուգելն է։ Հա, ոչ միայն տեսնել թե ինչա տեղի ունենում, այլ նաև տեսնել թե ինչ կեղծ ահազանգեր են լինում տեղի ունեցող հետ կապված կամ ահազանգեր առհասարակ գնալ ահազանգերը ճշտել եւ եթե կեղծ են մաքսիմալ արագ ուստեղ հաշվարկը գնում է րոպեների մասին, էլի մաքսիմալ արագ տեղեկացնել հանրությանը, որ եղելիությունը այսպիսին է, որում տեղեկացնել նաև ռելևանտ ապացույցներով, փաստարկված, եւ սա միայն ընտրություններին չի վերաբերվում, բայց նաև ընտրությունների օրը Սա այս առումով իհարկե շատ խիստ անհրաժեշտ է Եվրամիության աջակցությունը, թե փորձագիտական, թե ֆինանսական, գիտեք, համապետական ընտրությունների ժամանակ դիտորդություն անելը էժան բան չէ։ Եվ երբ որ մենք նայում ենք, թե այդ կեղծ ահազանգեր տարածող դիտորդները ինչ բյուջեներ ունեն, հա, այնտեղ շատ մեծ բյուջեներ են։ Դա նշանակում է, որ դա կրելու է շատ մեծ ծավալներ, դա կրելու է շատ զանգվածային ծավալներ եւ մեզ պետք են կարողություններ, որպեսզի մենք կարողանանք այդ զանգվածային ծավալների հետևից գնանք։ Որ օրինակ չասենք, գիտեք,
Մենք X մարզում ունենք ընդամենը 3 խումբ եւ այդ 3 խումբը չի կարող այդ X մարզում եղած բոլոր հազանգերի հետևից գնա բոլորը ստուգի 10 հազանգ ա եղել 10-ից չգիտեմ 4-ը ստուգել ենք 4-ից 3-ը պարզվել է սուտ է այն մնացած 6-ը սուտ է թե ճիշտ է չգիտենք տենց իրավիճակը խնդրահարույց է եւ որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ իրավապահ լեզվով ասած օպերատիվ իրավիճակը վերահսկենք դա ենթադրում է որ պետք է իրականացնել բավականին մեծ առաքելություն մեծ առաքելություն ոսկե մինչև 700 մասնի տեսեք Պարոն Իոնիսյան, Կայա Կալասը քիչ առաջ Եթե թույլ կտաք, ես չեմ ուզում հիմա զուտ մեր խնդիրների մասին խոսեմ։ Նույնը պետությունը կարողություններ են պետք, հանրային կոմունիկացիայի կարողություններ։ Պետք են կարողություններ թե մեզ, թե ընտրական կենտրոնական ընտրական հանձնաժողովին, օրինակ հանրությանը բացատրի, գիտես հարգելի հանրություն, այսպիսի դրսևորումը ընտրախախտում չի։ Այսպիսի դրսևորումը միգուցե ընտրախախտում է, բայց կեղծի ընտրակեղծիկ չի։ Հա այո եթե դու տեսնես որ սպեսենց դրսևորումներ են եղել իմացի որ դա միգուցե ընտրակեղծիկ է բայց ներողություն ընտրախախտում է բայց ընտրակեղծիկ չի այսինքն ընտրության արդյունքները չի փոխվում դրանից հա այն որ քվեատուփը վաղար շաբաթի օրինակով եմ վերում այն որ քվեատուփը կապարակնքված չէ Այդ քվեատուփը եղել է կամերաների տակ, այդ քվեատների կա եղել, չգիտեմ, 8 հոգի, այդ կապարակնքված եղել է շատ կարճ, չի նշանակում որ լցոնում ա եղել, որտեղ լցոնումից պաշտպանող մնացած, չգիտեմ, 100 մեխանիզմից 99-ը այդտեղ եղել են։ Այդ շատ կարևոր է նախապես միջև ընտրությունները հանրությանը մանրամասն այդ ամեն ինչ բացատրել, որպեսզի հանրությունը նաև ավելի ռեզիստենցիայնություն ունենա նման բաների մասով որտեղ մեզ համար շատ կարևոր է որ հանրությունը ընտրությունների մասին ունենա այնպիսի պատկերացումներ ինչպիսին որ ընտրությունները եղել են ոչ ավելի լավ ոչ ավելի վատ իսկ Ռուսաստանի նպատակն է որպեսզի հանրությունը եթե այդ ընտրությունների արդյունքում Ռուսաստանի ուզած իշխանություն չի գալիս հանրությունը մտածի որ այդ ընտրությունները կեղծվել են այսը Գյումրիում ինչ էին անում Գյումրիում քվեարկության օրը որ հիմա բաները նավասնոյ լենտա ոնց է հայերեն չգիտեմ որ սկրոլան է քվեարկության օրը սարսափելի շատ ընտրախախտումների մասին էին ահազանգում սարսափելի շատ հենց տեսան որ հաղթում են այդ ամեն ինչը ցա խոսակցությունները դադարեցին վաղար շաբաթում ընտրությունների օրը սկսեցին ընտրախախտումների մասին խոսալ հենց տեսան որ պարտում են էլ ավելի ակտիվացրեցին այդ խոսակցությունները Նույնը լինելու ազգային ժողովի ընտրությունների օրը եւ դա խնդիր է կեղծ ծահազանգեր ընտրախախտումների մասին Եվ տեսեք Կայա Կալասը քիչ առաջ հայտարարել է որ Եվրամիությունը Հայաստանի եւ Ադրբեջանին խաղաղության հասնելու գործում աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերելու սա ինչպես է գնահատում եթե ամփոփենք պարոն Իոնիսյան Եվրամիությունը ամեն ինչ կանի այս հարցում կողմերին աջակցելու համար նշել է նա Դե Եվրամիությունը շահագրգռված է որ այստեղ խաղաղություն լինի Դա մի արժեք է, դա Եվրամիության առաջնային շահն է Եվրամիության կոնցեպտ, Եվրամիությունը կառուցված է խաղաղության վրա Հա, այսինքն ավարտվել է երկրորդ համաշխարհային պատերազմը եւ իրանք ասել են եկեք սրանից հետո պատերազմելու տեղը ստեղծենք Եվրամիություն կոպիտ եմ հիմա ասում էլի Պարոն Իոնիսյան կապը ընդհատվեց Դանիել Իոնիսյանի հետ հիշեցնեմ զրուցում է Իրազեկ քաղաքացի հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ